Տատախազական ու պատգամավորական տրագիկոմեդիան կանանց հետ գզվրտվող հրեշանդոյի արկածները, հայկական ֆուտբոլի ստորացուցիչ տշոցին, ամենաքրեական սրբի ընտրությունն ու այլ բաներ ձևավորեցին այս շաբաթի ամենաքննարկվածների թոփինգը։ Աննա Վարդապետյան։ Այստեղ պետք է լիներ Հովիկ Աղազարյանի դիմանկարը, ում Կարապի երգը այդքան հետաքրքիր չդարձավ։ Жизнь невозможно повернуть назад. И время ни на миг не остановишь. Որքան տիկին դատախազի դեմ ուղված երկու ընդդիմադիր եւ մեկ հպական պատգամավորի շռնդալից հարձակումը։ Զարմանալի չէր ընդդիմադիր կանանց ցեխարձակումը։ Հանցավոր լռությամբ դուք աչք եք փակում ամենաթողությունների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա։ Տիկին դատախազ, դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, բայց դուք քաղաքական պատվեր եք անում։ Բայց զավեշտալի էր, որ Աննա Վարդապետյանին թիկունքից հարվածեց Վլադիմիր Վարդանյանը, ով ինչպես միշտ շատ միամիտ դեմքով շատ զզվելի ու անհարմար մասնագիտական հարց տվեց ԿՊ թիմի համար ծանր գործ ստանձնած հերթական իրավապահին։ Որտեղից հնարավոր եղավ բացահայտել այդ հանցագործությունը։ Ինչպես ասում են, թիկունքից խփող Վովան իր տարերքի մեջ էր։ Ահա այսպես պատգամավորի ոչխարային կոռուպցիոն կատակերգությունը վերածվեց դատախազական չարչարանքներով լեցուն տրագեդիայի։ Անդրանիկ Քոչարյան։ Ժամանակի նույն այդ Աղազարյանի, Լուլուի ու Արփի Դավոյանի հետ խարդավանքներ սարքող եւ գյումրեցիների կողմից հրեշանդո մկրտված այս մեծամիտ խառնակիչը ինքը դարձավ լրագրողական ստորագրահավաքի զոհ եւ Ջեբեջյանի հասցեին կրկնեց Բագրատ Սրբազանի ասած նույն բառերը։ Մաքրեք ձեր շրթունքները։ Փորձված Աղվես Քոչարյանն իր սիրած խարդավանքային փոսերից մեկն ընկավ, քանի որ հենց այս մի ցինիկ դրսևորումը նրա իսկ թիմակիցները իրենց գրպանային ընդդիմադիրներով սարքեցին մատի փաթաթան։ Թիմակիցներն էլ դա անելու դապրոն ունեն, որովհետև խեղճացած հրեշը ուշացնում է 44-օրյայի զեկույցը։ Իսկ այս ձգձգումը Քոչարյանի վերջին շանսն է երկարաձգել իր քաղաքական մարող կյանքը։ Արմեն Մելիքբեկյան։ Խայտարակ պարտություն։ Հետո եւս մեկը։ Սրանք մի շարք էլ ավելի խայտարակ պարտություններից հետո։ Ահա այն միակ բառը, որ այսօր բնորոշում է հայկական ֆուտբոլը։ Հա ու մեկ էլ Մելիքբեկյանի հրաժարականի պահանջ։ Մելիքբեկյանի հեռացման փոխարեն ներողություն։ Մելիքբեկյանի նոր խոստումներ չպարտվելու մասին։ Մելիքբեկյան եւ պարտություն, ուրիշ ոչինչ։ Վարդան Ղուկասյան։ Իր ու իր ընտանիքի դեմ քրեական գործերը նրան հանեցին արջի խորքնից։ Քնած արջին զարթնեցնում եք լավ չի լինում։ Ստիպեցին հայտարարել, որ վերադառնում է Գյումրու գահին, որ հետո նստի վարչապետի աթոռին, որ հետո վերադարձնի Արցախը, Անին, Կարսը ու վերջում էլ գրավի Բերլինը։ Սա գեներալնի ռեպետիցիանն է Բերլինի գրավման։ Եղավ, որ Շուշին հետ բերեն, գեներալնի ռեպետիցիան է Արցախը հետ բերելու Անին, Խարսը եւ մնացածը, սա հիշեք։ Մինչ նրա ահից ՆԱՏՕ-ն սկսեց զորքեր կուտակել Բերլինում, նա իրազեկեց, որ Բերլինի մասը Գյումրվա հումորի շարքից է։ Մնացածը պարզվեց շատ լուրջ է ասել, ինչը նրան դարձրեց ամենաքննարկվողը Գյումրու քաղաքապետացուների շարքում։ Բերլինը կատակով ընդունեք, բայց այն մնացածը հավատքով ընդունեք։ Նրա ապրած կյանքն ու քարոզարշավը անհերքելի դարձրեցին, որ նա Աստծուն մերժող կոմունիստներից ամենաքրիստոնյան է։ Նա Քոչարյանի ժամանակ հարստացած պաշտոնյաներից ազնվագույնն է։ Քոչարյանի հետ հիմա ոչ մի կապ չունեցող տեխնացուներից անկախագույնն է։ Գողականի հետ որևէ աղերս չունեցող ճշտի ասպետներից լավագույնն է։ Հələ սրանց հետ թողերտան կաղուտը նստին, կամեր նստին, ես էլ հետ ներդեղնիմ, նայենք էլ ով լավ տղա դուս կուկա։ Եվրոպան բացառապես ԼԳԲՏ ընկալող իմաստուններից ռուսագույնն է ու ամենակարևորը վերջին 20 տարում չի հայոյել։ Ու կարևորը երբեք չի ստում։ Ես չգիտեմ հիմա դաժե ես եմ պետք է մի հատ ճշտենք։ Ես 20 տարի հայոյանք չեմ արել։ Ահա այսպիսին է մեր անցյալի ու ապագայի միակ հերոսը։ Նիկոլ Փաշինյան։ Եթե չլիներ Փաշինյանի երկու պրովոկացիոն խոսք։ Ինչ ենք զիջել, մենք որևէ բան զիջել ենք։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը։ Ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Ու մի փոքրիկ դաշնակցական, ապա նա կարող էր այս շաբաթ դուրս մնալ այս իջքերթից։ Երբեմնի ամենաանկախ ու սկզբունքային լրագրող Գեղամ Մանուկյանը, ով համատեղությամբ նաև Բաղրամյան 26-ի երկրպագուն եւ հաճախորդներ, ջղագրգիռ մի հարց տվեց վարչապետին, ովի պատասխան հետաքրքրվեց, թե ինչ է խմում Հայաստան դաշինքի падգամավորները։ Իսկ թվում է նիստից առաջ դոպինգ եք խմում, ինչ եք անում։ Գեղամ Մանուկյանն իհարկե լավ գիտի, թե
ինքն ինչ է սիրում խմել, իսկ վարչապետի այս արձագանքները կրկին դարձան հանրային լայն տարածման թեմա ու ապահովեցին նրա առաջատար դիրքերը ամենակննարկվածների շարքում։ Ես ասում եմ, ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ հետ պատերով կտամ եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է հերիքան ներվերներից հետ խաղալ։ Այս քաղաքական թոհուբոհի մեջ դարձյալ ամենակննարկվածների ցանկից դուրս մնացին գերության մեջ գտնվող մեր հայրենակիցները, խոշտանգված արցախցի տղան ու երևանյան կտրվող ծառերի համար կռիվ տվող մեր ռուս համաքաղաքացիները։